Գարի, դու 30 տարեկան ես, չէ՞։ Yes, այո, Ըհը։ 30 տարեկան։ Ու դու ունեցել ես կյանքի շատ հետաքրքիր աշխարհագրություն, geography։ Yes, ճիշտ է։ Այո, հասցրել ես ինչ-որ շատ տարբեր արաբական երկրներում ապրել, Այո, Լիբանան, չէ՞, Մալազիա, այո։ շարունակի։ Հա, so պատմեմ story-ն, Հա, вообще ո՞նց ստացվեց։ Դու ծնվեցիր Երևանում, դուք տեղափոխվեցիք, թե դու այնտեղ ես ծնվել, ու այդքան շատ տարբեր արաբական երկրներում ո՞նց ես մի տեղից մյուս տեղ գնացել, ո՞նց է հա։ ստացվել։ So սկսենք ես ծնեցա Լիբանան Ըհը։ ծնվել եմ ու կարճ ժամանակով մնացինք ու միանգամից տեղափոխվեցինք Ամերիկա։ Ամերիկայի մոտ 1 կամ 2 տարի, եթե սխալ չեմ հիշում, Մինչև քո 2 տարեկանը մոտավորապես։ maybe ավելի պակաս Հա։ կրնալ, հա։ Ու հետո տեղափոխվեցինք Քուվեյթ։ Ու ես մոտ եթե շեմ maybe 16 տարի Քուվեյթում էի։ Ըհը։ Ու հետո համասարանի ժամանակ եկավ, որ պետքա որոշեմ ուր գնամ, ու իմ ընկերներս գնացել էին Մալեզիա։ Մենք լավ մոդ էինք, իրար հետ փորձեր ենք անում, պարապում ենք, որտեղ այդ ժամանակ Քուվեյթում ես breakdance շատ էի անում, ու մենք sense group էինք Դա թե միասին։ что, առաջ անգամ եմ լսում, որ Այո։ դու նաև պարում ես։ Ու իրանք գնացին, ու մի տարի հետո ես շատ ստորիներ լսեցի, որ Մալեզիա համով ուտելիք ունեն, սիրուն է, համասարանը լավ է, բան, ու ինձ օգնեցին, որ ես իրանց հետ միանամ, ու Ընդունվեցիր համալսարան այնտեղ։ ընդունվեցի այդ նույն համասարանը, որ իրանք գնում էին, Ինչ ֆակուլտետ ես ընդունվել։ communications faculty։ Ու ավարտել ես։ Ու ավարտել եմ, ու բայց սովորեցի film and TV։ Բայց film and TV-ն սովորեցի, բայց ես ավելի սիրեցի photography, քան directing եւ movie sets at production-ից, ես photo ավելի սիրում էի ու Դուք անցնում եք համ ֆոտո, համ վիդեո համ photo, նկարահանում, համ վիդեո նկարանում, այո, ամբողջական։ production ավելի։ So գնացի Մալեզիա, իրանց հետ էի, այդտեղ սովորեցի ամեն ինչ ու ավարտելուց հետո գնացել եմ Լիբանան, այդտեղ առաջին անգամ կարամ ասեմ, որպես գնացեմ ապրելու, տեսնելու, որտեղ այդտեղ ծնվել եմ ու գնացել էի ու որ գնում էինք շատ փոքր էի, չէի հիշում ոչ մի բան, որպես տուրիստ էի այդտեղ, ու հետո որոշեցի, որ Հայաստան գամ, ու sense in geography-ն եղել է Քուվեյթից մինչև այստեղ։ Մի հատ միջանկյալ հարց տամ։ Ըհը։ Կասես ամենատիպիկ ստերեոտիպը արաբական երկրների մասին, որ բոլորը հավատում են, բայց ինքը իրականությունից ոչ մի կապ չունի։ Կարամ ասեմ, maybe ամենամեծ stereotype-ը կլինի, որ միշտ ջղայն են, Ըհը։ որտեվ մանավանդ Kuwait, Dubai, Qatar, իրանց արաբերենի accent-ը Կոպիտ է երևի մի դատվերվում է, քիչ։ հա, դատվերվում է, ասենք Լիբանանի, Սիրիայի ու Ըհը։ anything else։ Իրանց accent-ը մի քիչ դատվերվում է, ու գարան մարդիկ, որ գողքից լսում են, ասում են ինչի է գորում կամ ջղայնանում, բայց իրանք իրանց դիալեկտը ուրիշ է, հա։ Հասկացա։ Լավ, մի հատ հարց էլ տամ, որ ինձ միշտ հետաքրքիր է։ Այն որ կանայք օրինակ շատ անիրավ են արաբական երկրներում, դա այդպես է։ Ինչպես չի Որ հասկացա։ իրավունքներ չունեն։ Նայած Դու ես կուրսեցի աղջիկներ ունեիք, օրինակ։ իմ դպրոցում, այո, որտեվ ես գնացի անգլերեն system of University-ում։ հա, University-ում Մալեզիա էր, այդտեղ international էր, so չի կար, հա։ Kuwait-ում որ դպրոց է, ես բան գնացի international school, ու այդտեղ չի կար այդ բաները mix էինք, այսինքն girls and boys same school, English system-ով էր, որտեվ իմ արաբերենը լավ չէր։ Լավ չէր այդքան, հա։ So շատ լավ հասկանում էի իրանց, բայց խոսալուց լավ չէր բացվել, մինչև հիմա նույնը կարամ ասեմ, բայց որ պետքա խոսամ կամ բան խնդրեմ, կարող եմ, բայց իմ strong լեզուներից մեկը չէ։ Իսկ вообще որ ապրում էիր, դե դու շփվում էիր հարևաններ կային եւ այլն, միգուցե բարեկամներ։ Հա։ Այնտեղ ինչ վիճակում է, կանայք ընդհանրապես ինչ վիճակում են, իրանք կարան կրթություն ստանան, աշխատեն, անկախ լինեն, գումար վաստակեն, ամուսնանան, չամուսնանան իրենց սեփական կամքով։ Նայած որտեվ եթե Kuwait-ի մասին ենք խոսում, Kuwait շատ mixed էր, այսինքն միայն Kuwait-ի չի, այսինքն գա շատ դրսից եկած, այսինքն Լիբանանից գնացան աշխատելու, Ամերիկայից, Ֆիլիպինից, Indians, ամեն եկել են այդտեղ աշխատելու ու անվտանգ է միջավայրը կանանց համար։ Օրինակ ես որպես տուրիստ մենակով գնամ, ես ինձ անվտանգ կզգամ, թե մի քիչ ես պիտի զգուշանամ։ Ինչ եթե սխալ ասեմ I don't think so, չէ, այդքան վտանգ չի գա, այսինքն եթե դու
այդտեղ տուրիստական երկիր էլ չէ Քուվեյթը, բայց որ Մհմ։ գնաս այդտեղ պետք է աշխատանքի նպատակով ավելի ճիշտ է որ Հա, գնաս, որովհետև շատ տուրիստական բան չի տուրիստական կանելու, չի։ բայց որ այսինքն նորմալ էր այդ safety-ին շատ բաներ չի լսում, բայց հաստատ այսինքն գա այդ իր Կան кейսերը, չափանիշներ, որ պիտի պահես ամեն դեպքում քեզ հա, այո, նորմալ, այո, այսպես այո, ասած։ այո։ Okay, էսենց կողքից ու հետաքրքիր էր։ Լավ, իսկ փաստորեն դու university-ից հետո եկար Հայաստան, ինչի որոշեցիր Հայաստան գաս։ So, story-ն մի քիչ ավելի expand է լինում, այստեղ ես ավարտեցի Մալեզիա ու ես իմ նպատակը որ այդտեղ մնայի, ապրեի ու աշխատեի Մհմ։ ու plan չունեի որ Հայաստան կամ չի մտածած, այսինքն այդ միտքը չի եղել իմ Մհմ։ մոտ որ Դու կամ մինչև այդ ապրեմ, Հայաստանում փաստորեն չէիր չի եղել։ եղել, չէ։ Իսկ հայերեն դու տանն ես Այո, սովորել։ մեծացել եմ հայերենով, տունը հայերեն ենք Ահա։ խոսում, ու որ ավելի մեծացա հայերեն անգլերեն, բայց հայերենը դունի մեջ ավելի active էր միշտ։ Մհմ։ Բայց դպրոցը մուլտիկները որ նայում եմ, ամեն ինչ Դե հա։ անգլերենով էր, հա։ Սա ավարտեցի համալսարան ու ես ուզեցի small trip անեի Սինգապուր։ So որ գնացի Մալեզիա, ես միշտ ուզում էի Սինգապուր էլ visit անեի ու չի Դե։ կարողացա համալսարանի ժամանակ։ Ավարտեցի ու դիմեցի վիզայի ու ստացա ու 6 օրով գնացի Սինգապուր։ Մհմ։ Ես գնացի այդտեղ ու իմ նպատակը որ համ տուրիստական տեսնեմ, համ վերադառնամ Մալեզիա տուրիստական վիզայով, որտեղ արդեն ավարտել եմ, պետք է այդ վիզայի ամեն ինչը Մհմ։ stop տանք, այլ student չեմ։ Ու ասացի որ լավ տուրիստական վիզա մտնեմ 3 ամիս կտան ու ես այդ 3 ամիսի մեջ այսինքն կարամ կորս գտնեմ ու ավելի ինչ որ ձև գտնեմ, որ այդտեղ մնամ։ So գնացի Սինգապուր, 6 օրից հետո ուզեցի հետ մտնեմ Մալեզիա, չթողնեցին ու ասացին որ պետք է ես 7 օր քաղաքից դուրս լինեի, բայց ես 6 օր եմ եղել, բայց այդ հստակ այդ բանը չէր, ես զգում եմ որ այդ reason-ը չէր այսինքն։ Պատճառը հա, չէ։ Ու ես այրոպորտում մնացի 3 օր այդտեղ առանց հեռախոսով, առանց բանով, հա, մինչև 3 օր հետո ես ինձ նորից ուղարկեցին Սինգապուր, ուղարկեցին այդտեղ, հասա սահմանում։ Այ քեզ պատիժ, ուղարկում են ստիպված Սինգապուր։ Հա, ու ես հիմա վիզա չունեմ, հա, բայց ես հիմա վիզա չունեմ Սինգապուր մտնելու, որտեղ Սինգապուր մտնելը վիզա նորից պետք է դիմեի։ So հիմա ինձ ուղարկում են այդ երկիրը, որ ես վիզա չունեմ մտնելու ու չգիտեմ սահմանում ինչ կարող ասեն ինձ։ So այդ 3 օրը անցավ այրոպորտի մեջ, ես շատ մարդկանց եմ տեսել, որտեղ իրանք չեն սենյակի մեջ են դնում, այդտեղից դուրս չես կարող գաս, այդտեղ շատ ուրիշ մարդիկ կա, այլ երկրներից, որ եկել են, որ չեն թողել։ Հոստել չի, չէ, ոնց որ jail լինի, բայց jail չէ, այսինքն քեզ գերագրում են հենց այդ ժամին, դու այդ սենյակից դուրս, եթե ուզում ես գնաս լվացարան, բան, պետք է հրաման ասես, որ իրանք թողնեն, եթե ասեն չէ, պետք է այդտեղ մնաս, քնում ենք աթոռների վրա, երկաթի աթոռների վրա։ Հա։ Քանի տարեկան էիր։ Քանի կլինի 22 Երեխա։ Բայց շատ լավ էր, շատ լավ բան էլ եղավ այդտեղ, որտեղ շատ մարդիկ կային, որ իրար լեզուն չեն խոսում, չեն հասկանում իրար, բայց մենք հասկանում ենք իրար։ Այդ շատ լավ բան էր։ Ես հիշում եմ Չինաստանից տուրիստներ էին, Հոնկոնգ ավելի ճիշտ, ուզում են Մալեզիա մտնել, իրանք էլ չի կարողացան մտնել ու իրանք մնացին էլ այդտեղ։ Մեր հա, այդ սենյակի մեջ ենք ու ես առաջին օրը չի կարողացա քնեմ հանգիստ ու ես sense հոգնած եմ երևում, հա, ես գիտեմ որ իմ կյանքը այդտեղ է, իմ ընկերներս, իմ այդ ամեն ինչը այդտեղ է ու ես դեռ ապրանք ունեմ, վեշեր ունեմ, ամեն ինչ ունեմ այդտեղ, որ չեմ վերցրել ու ոնց որ միանգամից sense կյանքը փոխվեց ու ես մտածում էի չի կարողացա քնեմ ու այդ Հոնկոնգի տուրիստները եկան իմ մոտ, ասում են որ գնի, ասում եմ չէ, բան, ինքը իր ջակետը հանեց, ինձ դրեց աթոռների վրա, ջակետը փակեց ու երկում էր։ Երկեց որ քնեի, հա։ Իրանքը երևի ավելի մեծ էին տարիքով, հա, քեզ ապրոմակցում էին։ Հա, իրանք ընտանիքով եկած են, մաման, պապան, երեխաները, բաները։ Դու երևի այդ կինոն չես տեսել, Իտալիանцы в России, իտալացիները Ռուսաստանում։ Չէ, I don't think so։ Այնտեղ կոմեդիա, սովետական կարծեմ։
ինքնաթիռի մեջ մարդկանցից մեկը մի խոսքով անձնագիրն է կորցնում ու դից մնում է ինքնաթիռի մեջ։ Okay. Այս իտալացիները գալիս են Մոսկվա, ուզում են արդեն հետ գնան ահագին ժամանակ հետո, ինքը հենց ինքնաթիռում դից մնացել էր, որովհետև դա առանց անձնագիր բնականաբար հնարավոր չի։ Բա ոնց վերջացավ այդ ամեն ինչը, որ քեզ պիտի Սինգապուր ուղարկեին, բայց փաստորեն Սինգապուրի վիզա էլ դու չունեիր։ Հա, so 3 օրից ինձ ուղարկեցին այսինքն որ գնամ Սինգապուր, որտեղ պետքա դոմս վերցնեն, որ գնաս, ու ես այդտեղ ծանոթներ ունեի, իրանք ինձ փնտրում էին ու իմացան, որ ես аэропортում եմ, չեն թողնել մտնեմ։ Դե սպանադունը Լիբանանին այդ ժամանակ չօգնեց, բան չարեց, Իսկ դու այսինքն քաղաքացի էիր։ այդ ժամանակ Լիբանանի քաղաքացի էի, Հիմա հիմա չօգնեցին։ չօգնեցին, չուզեցին ոչ մի բան, համասարանն էլ չօգնեց, չուզեցին ինչ որ responsibility բան վերցնեն, որ օգնեն ինձ։ Ու բայց իմ զանոթները ձև կդան, մտել են իրանց հետ խոսել են аэропортում բան ու իրանք ինձ համար դոմս վերցրեցին, որ ինձ այդտեղից դուրս անեն ու հարգեն։ Սինգապուր։ Այո, պետքա Սինգապուր գնամ, որովհետև ես եկել եմ այդտեղից Վերջի ու տեղը դա, հա։ մերժել են իմ մուտքը, պետքա այդ նույն տեղը գնամ։ Հասել եմ ու սահմանը հասա, այդ immigration point-ը հասա ու ասեց ինչ եղավ, պատմեցի ինչ եղավ, ասեց ինչի չի թողեցի մտնես, ասեցի չգիտեմ, ասեց ոնց չգիտես։ Ու ասեցի ինձ 3 օր այդտեղ պահեցին, հեռախոսս վերցրեցին, այդ ամեն ինչը ու ինքը զարմացավ, ասեցի գարամ զանգեմ, ասեց հա, նստի ու զանգի, զանգից այդ ամեն ինչ արեցի, ինքը մոտ եկավ ու ասեց քեզ 2 օր վիզա եմ տալիս որ մտնես ու անպայման ես 2 օրից պետքա դու գնաս դուրս, որ չենք ուզում քո համար problem էլ մեր մոտ էլ լինի։ Ասեցի of course, thank you բան ու թողնեց անցնեմ ու funny story-ն որ ես էլ մանի չունեի, մանի չունեի որ ես այդ ամեն ինչը անեի, բայց ունեի մետրոյի կարտ։ Ես նայում եմ այդ մետրոյի կարտին, մտածում եմ լավ, ուր գարամ գնամ հիմա։ Ասեցի այդ նույն հոստելը, որ ես մնում էի։ Հասա аэропортի մետրոյի station կա, սկան արեցի, որ բացվի ու բացվեց։ Ասա, okay, քայլելով պետք չի գնամ։ Մտա մետրո, հասա հոստելում, մարդը զարմացավ, որ այսքան շուտ նոր ետ եկար, կարոտեցին մեզ այդքան շուտ։ Պատմեցի ինչ եղավ, որ սենց եղավ, տեղ չունեմ ու միակ տեղը որ գիտեմ որ կարամ կամ հիմա ծեր մոտ է։ Ասեցի գարամ վերջերս թողնեմ քոնե բան, ասեց թողի վերջերը լողացի, կարաս այստեղ քնես, ինչ ուզես կարաս անես, մինչև որ դու քո ինքդ իմանաս ինչ պետք է անես։ Ու հա, հետո այդ ամեն ինչը անցավ ու գնացել եմ Լիբանան։ Գնացիր Լիբանան։ Հա, այդ 2 օրից հետո հա Լիբանան գնացի ընտանիքին վիզիտ անեմ։ Ու հետո արդեն գնացի Քուվեյթ, որտեղ մամաս այդտեղ է Քուվեյթում, ու ես մտածում էի որ լավ մամայի հետ էլ կմնամ հիմա, այդտեղ կաշխատեմ ու 3 կամ 4 ամիս վիզիտ վիզա ունեի, որ ես կորս գտնեմ։ Ու այդ չի ստացվեց, գնացի Լիբանան, աշխատեցի այդտեղ։ Լուսանկարիչ։ Դեռ չէ, Fujifilm-ի հետ աշխատեցա Լիբանան, բայց ոչ թե որ ֆոտոգրաֆ, դեռ չէր սկսվել ամեն ինչը, ավելի introduction էր իմ համար, սովորում եմ տեխնիկան, այդ ամեն բանը, sense ports չունեի, ավելի hobbyist էի ու քիչ-քիչ աշխատում էի կլիենտների հետ, բայց շատ simple գործեր էի անում, որովհետև տեխնիկա չունեի, շատ քիչ էր, հա, այսինքն չէի կարող այդ ամեն ինչ անել։ Բայց հետո Լիբանան, որ իր difficulty-ներ ունեցավ այդ տարի, ու այսինքն ես գնացեմ ու արդեն սկսեցին ճանապարհները փակել, խնդիրներ եղավ շատ այդ political բաները ու ես իմացա, որ կարող եմ Հայաստան տեղափոխվեմ ու ասացի լավ, ես տեղափոխվեմ այստեղ ու փորձեմ։ Հա, առանց այսինքն research անելու, ասացի լավ, եթե կարամ այդտեղ գնամ, ես գնամ ու նայեմ ինչ կարամ գտնեմ ու ինձ համար էլ նոր experience կլինի։ Այսինքն դու Հայաստան եկել ես ամեն դեպքում մտածում ես գնամ փորձեմ մի որոշ ժամանակ ապրեմ, այսինքն տուրիստական չէր, պրոստը գամ Հայաստան մի հատ։ Հա, չէ, տուրիստական չէր։ Ես իմացա կարող եմ տեղափոխվեմ ու մնամ այստեղ, առանց այսինքն այդ վիզայի սահմանափակ կամ այդ բաներով։ Ասեցի, որոշեցի, որ գնում եմ, 2 շաբաթ հետո եկել եմ։ Հենց հա, մի անգամ այս թղթերը պատրաստել եմ ինչ որ պետք է, որ դիմեմ Գազությանի, որ ես կարողանամ մնամ։ Ու հա, surprise. Here I am. Here I am, այո։
21 մոտապես տարեկանից դու Հայաստանում ես, այսինքն Չէ, այս հա 20 21-22 maybe միլիցիա։ 22 սոտ, հա, Հա, կոմերը, հա։ ինչ կտար Հայաստանում, որ ուրիշ ոչ մի տեղ չկա։ Սա ամենաառաջինը ձմեռը, ես մեծացել եմ շոկ Ահա, ճիշտ է։ երկրներում մեջ, Քուվեյթը շատ շոկ է, սա դրա համար Հայաստանում չեմ Քեզ շոկում։ դուր գալիս է, որ սառը բան կա, թե հակառակը։ Իսկ իսկը հա, բան է նորություն է, սա Ես քեզ չգիտեի։ կուրտկով չեմ տեսել ոչ մի անգամ, դու երևի Հա, չեմ հիմա սուտ լավ դիմանում եմ, դիմացկուն ես, հա, հա։ հա, համ շոկին, համ Ահա։ սուրտին։ Սա նոր եկա ու այդ ձմեռը նոր էր իմ համար, ես մտածում էի լավ, մի հատ Թեթև սուրդի մի բան բան կհատնեմ, аэроպորտից դուրս եմ եկել ու այդքան սուրդ էր իմ դեմքիս մեջ զգում Ձմեռն է է եկել։ ինչը։ Ձմեռն է եկել Հա, Հայաստան։ ձմեռ հունվարին եկա։ Մենացուրտ Հա, ամիսը։ հունվարին եկա։ Հոդիով եկել եմ ուրախ аэроպորտից դուրս եմ գալիս, sense oh wow, snow բան ու սուրդը դեմքիս sense Հա։ եկա, was like wow, չէ, պետք է հասնեմ հոթել ու ինչ որ կուրտկա վերցնեմ։ Հա, Ակնկալիքներով, սպասումներով ես եկել Հայաստան, թե ցենց չէ, հիասթափության ֆոնին ա եղել ու մեծ շատ լավ բան տենց չի եղել սպասում։ չէ, այդքան expectation չհասցրեցի որ ունենամ, ես իմ նպատակը Որոշումը կտրուկ էր, հա։ հա, հա, կտրուկ որոշում էր։ Ու եկա հունվար 2020-ին։ Լուրջ ես ասում, Հա, 20 թվականին ես հա, դու հունվար եկել։ 2020-ին, հա։ Հա, այսինքն ահավոր մեծ հաշվով ծանր ժամանակ ես եկել։ Ну 20-ի հունվարին կարծեմ դեռ կարանտին չէինք Չէ, մտել։ մի ամիս հետո սկսեց։ Մի ամիս հետո սկսեց։ Հա, ոնց որ փետրվար 26 կամ 27 էր։ Հիշում եմ, որտեղ փետրվար 26-ին event կար, այդ event-ին են եղել, ու այդ մեր վերջին հավաքվում էր, հաջորդ օրը արդեն Հա։ quarantine բանը սկսեց։ Ես ինքս մոտավորապես 18 տարի առաջ Ռուսաստանից տեղափոխվել եմ Հայաստան։ Իհարկե, ասես դրամատիկական չէր իմ պատմությունը, ես դու պատմիր, ես ապշած ես չգիտեի, որ sense պատմություններ ա եղել։ Բայց ես մի բան կարամ ասեմ, ես շատ հայրենասեր եմ միշտ եղել, շատ եմ սիրել Հայաստանը, բայց անկախ հայրենասիրությունից դրսից Հայաստան տեղափոխվելը ապրելու համար ընդմիշտ փոխում է կյանքը։ Էլ մի տեսակ առաջվանը չի լինում, որովհետև Հայաստանի միջավայրը շատ տարբերվող է։ Հաստատում ես խոսքերս։ Այո, որ այստեղ շատ ուրիշ է տեղափոխվելը, համաձայն եմ։ Իմ մոտ difficult էր, որովհետև առաջին տարին եկա, այդ տուրիստական բանը անցավ, որ ես եկել եմ, նոր եմ քայլում եմ ամենեղով օպերա, կասկածս նոր է իմ համար, որ ես քայլ ունեի, այդ իմ հետ էր, միշտ նկարում էի ամեն ինչ ու հավանեցի ամեն ինչ, որ սիրուն էր քայլելու, ճանապարհները մեծ, հանգիստ կենտրոն էր, շատ ուրիշ էր, ինչ որ ես տեսել եմ, այսինքն Քուվեյթում չես կարող քայլես, դուրսերը, ոնց մենք հիմա քայլում ենք կենտրոն։ Ճանապարհները ավելի ավտոյի համար է, այդտեղ քայլելու այգիներ, բաներ չի, կամ այդտեղ շատ շոկ է, այսինքն կարող հասնի, հիշում եմ 50 աստիճան հասել էր, երբ որ ես Քուվեյթում եմ, հա։ So չի կա այդ քայլելու Իսկ ձմեռն էլ է շոկ։ Ձմեռները չէ, ված չի, հոդիով օքեյ է, լավ քամի կա, ցուրտ է, բայց շատ 50 լավ։ աստիճանից հետո շատ լավ է Հա, երևի։ այսինքն կարող լինի 10-12, բայց շատ լավ է, սիրում եմ այդտեղի ձմեռի սեզոնները։ Իսկ հետո երբ որ այդ տուրիստական բանը անցավ ու արդեն դու ապրում ես։ Հա, սկսավ իրականությունը, որ ամենադժվար բաները գործ գտնելը, մարդկանց հետ շփվելը շատ ուրիշ էր, որովհետև ես շատ սկսեցի համեմատել դուրսը ոնց էր, Մալեզիա, այսինքն ոնց էր ու Հայաստան ոնց էր։ Մալեզիա ես ունեցա շատ love community, love friends, մինչև իրանց որ չգիտեմ, ես իրանց գրում եմ online, որ ես էլ քաղաքն եմ գալիս, ֆոտո եմ անում, դուք եք ֆոտո անում, չէ, հա, արի մենք քեզ համով ռեստորաններ կդանենք, կնկարենք, սիրուն դեղեր գիտեմ ու sense մոտիկացանք։ Ու որ այստեղ եկա ու սկսեցի փնտրել մարդկանց, հա, փնտրում էի, որ ես նոր եկա դրսից, ես զբաղվում եմ creative field-ի մեջ, ձեր նման կամ չեն պատասխանում, կամ ասում են կտեսնենք, բայց այդ կտեսնենքը, որ դու արդեն գիտես, որ ինքը չի մտածում։ Սենց շատ եղավ ու սկսեց իմ տեսանկյունը շատ նեգատիվ լինել, շատ կարճ ժամանակով ու սկսեցի մտածել, որ maybe այստեղ իմ համար նպատակ չի գա, future չի գա ու ես իմ այստեղ մնամ մի քիչ ու մինչև որ ես իմանամ ուր գարամ գնամ աշխատելու։ Մտածում եմ, որ ես երբեք այստեղ չեմ հարմարվելու, մարդկանց հետ real conversation չեմ կարող ունենամ, որովհետև միշտ
այդ միջավայրում որ ես մեջն էի, այսինքն կարա ասել որ ամենալավը չէր ու այսինքն չէի խոսում, միան լսում էի, որովհետև ես բան չունեի ավելացնելու այդ խոսքին, որովհետև իմ conversation-ը չէր։ Ու հա, մի քիչ ժամանակ պետք էր, որ ես սովորեի այստեղի ձևերը։ Ինչ հետաքրքիր բան ես դու ասում, կներես որ ընդհատում եմ, սովորաբար ասում են Հայաստանում շատ welcome են մարդիկ, շատ օգնող են եւ այլն։ Բայց օրինակ մասնագիտական community-ներում ոնց որ թե տենց չէր։ Համենայն դեպս դու փորձեցիր ինչ-որ կապեր ունենալ։ Այո։ Բայց փաստորեն welcome-ը մասնագիտական բաներում չեղավ։ Maybe in personal experience-ը կարա լինի, որտեղ կարող է ուրիշ մեկը գա ու իրան լրիվ ուրիշ լինի, ամեն ինչ լավ գնա, maybe ես այդ ժամանակին եկա, այդ դեղերում որ գնացի, կամ այդ մարդկանց որ գրեցի, այդպես եղավ, բայց նորեն ես շատ եմ համեմատում Մալեզիայի հետ, որտեղ ես Մալեզիա այդտեղից չեմ, ես կյանքում չեմ եղել այդ երկիրը, ու ես գնացել եմ այդտեղ ու ինձ ընդունել են որպես family։ Ինձ դանում էին, բերում էին, գերակրում էին, պատմում էին, այսինքն ես իմ ամենամոտիկ ընկերը այդտեղից եղավ մոտ իրան հետ համասարանում ծանոթացանք, խոսեցանք ու արդեն 2 շաբաթ հետո մենք ամեն ինչ անում ենք միասին, գնում գալիս ենք, իր friends-երուն ծանոթացնում, գնում ենք փորձի, այդտեղ էլ էի breakdance-ով զբաղվում ու ինքն էլ այդ նույն բանն անում ու սենց մոտիկացանք ու ես սկսեցի մտածել ինչի համար այդտեղ որ ես այդտեղ չեմ եղել կյանքում, իրանց լեզուն չեմ խոսում դեռ, իրանց նման չեմ մտածում կամ ուրիշ ենք, բայց ինձ ընդունում են որպես good friend, ինչեւ ասում են Gary դու you are one of us, ասում են, you are Malaysian like us, սենց են ասում, ու Հայաստան որ եկա, որ ես գիտեմ որ դու հայ եմ, լեզուն եմ խոսում, այդ ամեն ինչը ու հակառակ եղավ։ So I guess այդ կարա լինի expectation, բայց ոչ թե որ ես մտածել եմ էդի, maybe մեջից automatically կարա լինի էդի, որ իհարկե, հա, ես գնում եմ Հայաստան, հայերեն են խոսում, հեշտ կլինի, բայց չէ, ես Մալեզիա շատ արագ առանց ինչ որ դժվարությամբ ես հարմարվեցի, հասա ու իմացա որ ես այստեղ հանգիստ կարամ խոսամ, գնամ գամ, բայց այստեղ սկսեցի իմ communication problem ունենալ ու սկսեցի էլ շատ չի խոսալ, միան լսել ու միան sense observer եղա ավելի այստեղ։ Բա ոնց հետո աշխատանք գտար հարմար ու ի վերջո մնացիր, ոնց եղավ որ որոշիր որ ամեն դեպքում ամեն ինչ անցավ, նորմալ է, ես մնում եմ։ Այդ որոշումը չեղավ, ավելի կամաց այդ feeling-ները սկսավ գնալու, առաջին տարին անցավ ու ես դեռ այստեղ եմ ու ես չեմ կարող միան negative լինեմ, բայց ես դեռ այդ negative perspective-ը ունեի։ Բայց այդ quarantine-ը որ անցավ, ես սկսեցի գնալու music համերգների, ավելի ճիշտ invitation ունեցա photographer-ի հետ էի խոսում Instagram-ով, ինքը խոսում էր, շատ լավ էր ու հետո իմացա որ ինքը համ բաս էր նվագում ու ինձ invite արեց որ գնամ այդ համերգին նայեմ, արդեն նորը սկսել էր այդ COVID-ի բաները մոռանալ ու բացվի ու ես հարցրեցի կարամ նկարեմ այդ համերգը, ասեց հա, ասաց okay։ So գնացել եմ, համերգ եմ տեսել, նկարել եմ, ու զգացի որ ես հավանում եմ, I like it։ Հավանում ես միջոցառում նկարելու փաստը այդ դրա մեջ լինելը, թե Հայաստանը ինչ որ ձև սկսեց։ Չէ, music-ով, այդ համերգները, այդ բաները, այսինքն հիմա ես հիմա գնում եմ մի դեղ, խոսում եմ մի քիչ, այսինքն կարողանում եմ այդ ժամանակ դեռ հայերենս այդքան լավ չէր, մինչև բացվի, հիմա էլ միջավայր կտա, որ ես պետք է գործածեմ այդ լեզուն ու բացվի։ So նկարեցի համերգը ու ասաք okay, ես ուզում եմ նորից անեմ։ Համ որպես ֆոտո, այսինքն maybe future կարա լինի մեջը, եւ համ որ ես social life ունենամ մի քիչ։ Ու գնացել եմ Facebook, ամեն շաբաթ event-ներ եմ գտնում, band-եր եմ գտնում, իրանց եմ գրում, իրանց եմ դիմում։ Գումարով ես սկսել մի անգամ աշխատել։ Չէ, իսկիսպը չէ։ Ու ես այդ քայլը ունեմ, որ ամեն ինչ գումարով իսկիսպը չեմ մտածում, այսինքն եթե ես հիմա այս բանը անում եմ ու ինձ օգնում է, ես կարող եմ ծանոթանալ մարդկանց բան, great, ես անեմ, որովհետև հիմա այդ պետք ունեմ։ Այո, financial-ը պետք լինի, բայց ես չեմ սիրում ամեն ինչ money-ով մտածեմ, որովհետև դու շատ բաներ կարաս բաց թողես, եթե միան ասես, որ չէ, money չեմ տալիս, ես չեմ գնում։ Ես հիմա շատ համերգներ բաց կթողնեի, շատ մարդկանց հետ շփվել, խոսալ, like maybe ես գնամ համերգի անվճար նկարեմ,
ու ես հետո ինչ որ այդ համերգի audience-ից մեկը ծանոթանամ, խոսանք ու ուրիշ բան բացվի։ Ես Պատվեր միշտ այդ potential-ը փորձում եմ մտածեմ, որ այսպես կարամ բացատրեմ, որ մենք կարանք ասենք, որ ես վաղը չգիտեմ ինչա լինելու, շատ sense չգիտեմ ինչա լինելու կամ չգիտեմ վաղը ինչա լինելու։ Նույն բանն է, բայց դարբեր perspective-ով։ Լավ բան, թե կարաս մտածես, որ վայ, ես ինչ վատ է լինելու կամ հակառակը, ես չգիտեմ ինչա լինելու, բավարար շատ լավ լինի։ So you never know, կարա ինչ որ մի դեր չուզես գնաս, բայց եթե գնար, դու կարար sense լիներ կամ ինչ որ ուրիշ տուր բացվեր կամ maybe even conversation ունենար ինչ որ մեկի հետ։ Դու հարուստ ընտանիքից ես, քեզ այդքան ժամանակ քեզ գումարով էր օգնում բա։ Իմ մաման support էր անում ինձ համասարանի ժամանակ, մինչև որ ես երբ որ Լիբանան գնացի ու ասում են կորց չկա, բան չկա, վիճակը լավ չի, բայց ես այս բարկասից ասենք դա կորց ու կարողացա ես մինակ ինձ արդեն support-նել financially։ Իսկ Հայաստան երբ որ նոր եկար։ Հայաստան որ նոր եկա, այդ ամեն ինչ հետ պետքա զերոյից լիներ ու պետքա մի քիչ support վերցնեի մամայից մինչև մոտ 2 տարի հետո որ ընդունվեցի աշխատանքի մեջ ու արդեն ամեն ինչ արեցի որ ինչքան որ այսինքն կարողանում եմ որ այդ այսինքն մնա ու աճեմ ու սովորեմ որովհետև երբ որ 2 տարի կորձես փնտրում ու չես գտնում հետո քեզ կորձ են տալիս դու ամեն ինչ անում ես այո ամեն ինչ անում ես որ այդ պահես ու աճես ու ինչքան էլ դժվար լինի դու սովորես ու քո որովհետև երբ որ ես տեսնում եմ որ դու ընդունում ես աշխատանքը վայրի մեջ կորձի մեջ այսինքն դու թիմի հետ ես, այսինքն եթե ես հիմա այդ թիմի հետ եմ ու ես գնում եմ ինչ որ նկարանում մի բան, ես ոչ թե գնում եմ որպես Գերին ինքը լավ է նկարում կամ բան չէ, այս ամենը համ գնում է company-ին, որովհետև company-ն այդ թիմի հետ ենք։ So ես այդ էլ եմ մտածում, որ ես ուզում եմ այդ թիմն էլ լավ երևա կլիենտների համար, որ մենք միշտ աճենք իրանց հետ, այո։ Նայ, ես վստահ կարամ ասեմ, որ դու տաղանդավոր լուսանկարիչ ես։ Ես տեսել եմ քո աշխատանքները, ես շատ եմ հավանում։ Այսօր Հայաստանում, մասնավորապես Երևանում, երիտասարդ տաղանդավոր լուսանկարչին հեշտ է մշտական զբաղվածություն ու աշխատանք ունենալը։ Հեշտ չի լինելու, բայց եթե իրանք ուզում են այդ բանով զբաղվեն, պետք է պատրաստ լինեն դժվարություններին։ Ու պետքա այդ դժվարությունները իրանց հետ չի պահի, բայց իրանք այսինքն give up չանեն, այսինքն քայլերը անեն, փնտրեն դիմեն, որովհետև իվա մինչև հիմա գարած դիմես մի դեր չեն պատասխանի, չեն գրում, բայց այստեղ սովորեցի, որ պետքա միշտ այդ push-ը անես, միշտ դիմես, ձև գտնես, եթե ուզում ես այդ մի դերը հասնես կամ gap գտնես այդ company-ին հետ կամ բան, պիտի փորձես քո ամեն ձև, այսինքն տնօրենին email գրես, չի պատասխանեց Instagram չաղավ իրանց մոտ գնաս, surprise հայտնվես, որովհետև միշտ փոխվում է իրանց թիմի աշխատում է այդ մեթոդը անընդհատ գրել, առաջարկել, միգուցե քեզ չպատասխանեցին, բայց դու ներկայացար ինքդ քո կամերայով ինչ որ իվենտին նկարեցիր, ասիր տեսեք ես գրել էի, ես օրեկան նկարեցի, միգուցե աշխատում է այդ մեթոդը։ Նայած, կարա աշխատի, կարա չէ, բայց եթե դու ինչ որ հիմա 0-ից սկսում ես մի տեղ ու ծանոթ չունես, friend չունես, այդ ամեն ինչը նոր է ստեղծում նորից, պետք է անես այդ քայլերը ու շատ օգնես, որովհետև կարող ես մի տեղ նկարել եմ ու ասել եմ ես financial չեմ ուզում, բայց այդտեղից ինչ որ մեկը ծանոթացել եմ ու այդտեղ ինքը ինձ առաջարկել է ուրիշ տեղ ու այդտեղ աշխատել եմ ու այդտեղ աճել եմ ու sense կարա լինի։ Բայց եթե ես միշտ agent սահմանափակ եմ, որ օմանի չի գայս չեմ նկարում, դու արդեն ինքդ ամեն սահմանափակեցիր, especially if որ այստեղ արդեն մի քիչ difficult է որ այդ բանը հասնես իրանց այդ գաբը, դու ավելի ես սահմանափակում, այսինքն դառնում է որ դու ավելի քո վրա դժվար ես անում այդ ամեն ինչը։ Ինչքան դժվար է, դու ավելի դժվարություններ ավելացնում ես քո հասնելուց այդտեղ։ Պիտի պատրաստ լինես, եթե դու լուսանկարիչ ես, ուզում ես դրանով զբաղվես, որպես մասնագիտություն, ուզում ես ինչ-որ մի փուլում ապագայում դառնա քո եկամուտի հիմնական աղբյուրը, դու ճիշտ եմ հասկանում, պիտի պատրաստ լինես, որ առնվազն 1-2 տարի գուցե դու աշխատես կամ անվճար, կամ մեկու մեջ գումար աշխատելով։ Դա նորմալ ուղի է լուսանկարչի համար։ Ստանդարտ նկատի ունեմ I don't think so, բայց Հայաստանում կար a difficulty-ին, չեմ կարա ամենին ասինքն ասեմ, այս impersonal experience-ն է, որ ես համ պետքա լեզուն լավ խոսա, ես այդ խոսալը չգիտեի, այսինքն եթե
անգլերենով լինի, ես հանգիստ կարամ այդ հյումորները անեմ, ներկայացնեմ, շատ լավ strategy-ներ, joke-եր, բաներ, sense կապեմ իրար ու իրար այդ բանով Այդ կոմունիկացիան շատ հարցեր է լուծում իրականում։ Բայց հայերենով դժվար էր իմ համար ու sense շատ robotic է դարձել իմ մոտ։ Մինչև ես որոշեցի լավ, ես միքսեմ անգլերեն, հայերեն ու sense ինչ որ ձև գտել եմ, որ client-ներին հետ համ communicate անեմ, համ ներկայացնեմ լավ, համ փաստեմ, որ ես այդ անձնեմ, որ պետք ունեն իրանց company-ին կամ team-ում, որ միասին աշխատենք, որովհետև ես չեմ ուզում ասեմ, որ լավ ես sense կաշխատեմ, որ դուք այսքան դակ ես գիտեմ team-ի difficulty-ները, գիտեմ ինչ տեսակ բաներ պետք ունեն, ես եւ ավելի դարձել եմ որպես իրանց supporter as well, այսինքն ոչ թե որ լավ մենք պայմանավորվեցինք 5 հատ ֆոտո, ես 5 հատ եմ տալիս, եթե ես տեսնում եմ, որ ավել բան կա, որ ես կարամ տամ, այդպես էլ իրանց տալիս եմ, որ մենք love relationship-ը ստեղծենք։ Չեմ ուզում մեր relationship-ը լինի։ Պայմանավորվել 5 նկար X գումար։ Maybe ես 7 ստացել եմ, լավ։ Ու նույն գումարով տալիս ես 7։ Ես իրանց 7-ն եմ տալիս, եթե հավանեցիք, feel free to use։ Այսինքն ես իմ մոտ ինչ անեմ պահեմ։ Ես աշխատում եմ իրանց հետ ու ես ուզում եմ relationship-ը լավ լինի ու system գտնեմ, որ իրար հետ լավ աշխատենք։ Հիմա գա մարդիկ համաձայն չլինեն, բայց ամեն մեկը ինչ որ իր ձևն է ստեղծել աշխատելու, իր workflow-ն ոնց է նկարում, ոնց է edit-ում, ոնց է client-ի հետ խոսում։ Ես ուզում եմ ավելի շատ client communication-ը լավ լինի, որովհետև եթե relationship-ը լավ է, իրանք ուրիշի հետ էլ չեն կարող հանգիստ աշխատեն, ուզեն քո հետ աշխատեն։ Ես կարամ շատ լավ կորձ ունենամ, շատ լավ quality, շատ լավ price ամեն ինչը։ Զզվելի մարդ լինես։ Այո, sense ego-ով խոսամ, վատ խոսամ, լավ բաներ չասեմ ու sense իրանց կորձը դժվարացնեմ, իրանք էլ չեն ուզում իմ հետ աշխատեն։ Ես ավելի շատ այդ client-ին 3, 4, 5 անգամ աշխատենք միասին, քան one time։ Ու ինչքան գեղեցիկ բան ես ասում, գիտես, ինձ շատ դուր եկավ, որ ասցիր, եթե ես կոպիտ ասած 5 հատ նկար եմ պայմանավորվել, բայց ստացել եմ 7 հատ գեղեցիկ նկար, որ արժի տալ, ես նույն գումարով կտամ այդ 7-ը, այդ այնքան ինձ թվում է կարևոր է ցանկացած կարիերայում, որ եթե քեզանից բան չի գնում ու դու կարաս մի քիչ ավել բան տաս, մարդիկ հաճախ մտածում են մի քիչ ներքին հոգեբանական ժլատություն կա այդտեղ մի քիչ, որ դե չէ ինձ 5-ի համար են վճարել կամ ավելանեմ կլկստվեն կամ կսովորեն հետո անվճար կաշխատացնեն, կտան 5-ի տեղը կպահանջեն արդեն 7-ը եւ այլն, բայց իդեպ ես ինքս դրա հետ համաձայն չեմ։ Ես կարծում եմ աշխատում եմ համենայն դեպս ես էլ մի քիչ գոնե ավել sense տամ, որովհետեւ եթե մարդը պիտի դրան ծառայթավորվի ու հետո քեզ չգիտեմ ակնկալի արդեն քեզանից այդ ավելը դու ուղղակի ազատ ես այդ մարդու հետ այլևս չաշխատել, եթե ձեր սկզբունքները աշխատանքային չեն համընկնում, բայց այդ sense շատ կարևոր բան է, որ դու ասում ես։ Ես էլ չեմ ուզում այդ type of person-ը լինեմ, այսինքն եթե ես 5 ֆոտո եմ ասել ու 7 եմ տալիս կամ 2 reel եմ ասել, իրանց կարող եմ երրորդը սարքեմ, եթե տեսնեմ, այսինքն ոչ թե ստիպեմ, բայց ասեմ, որ idea գա, իրանց առաջարկեմ գրեմ ու տամ։ Ավել լավ է ես իրանց 2 ավել ֆոտո դամ ու մի 5-10 անգամ նորից աշխատենք կամ իրանց 5 ֆոտո դամ ոնց պայմանավորվել ենք ու մի հատ էլ չաշխատենք։ Արդեն շատ interesting է, որովհետև այստեղ միշտ ասում են շուգան փոքր է ու մենք մեր որոշումներով ավելի ենք փոքրացնում, որովհետև մենք աշխատում ենք միտեղ ու այլ չեն ուզում աշխատեն, աշխատում են այլ չեն ուզում, որովհետև մենք sense քայլեր ենք անում։ Ինքը համ լավ բան կարա լինի, համ վատ, բայց նայած դու ոնց ես քո relationship-ները բահում քո client-ների հետ, գոլեգաների հետ։ Ինքը կարող է շատ լավ բան լինի, որ փոքր է, որովհետև փոքր է, դու լավ ինչ որ տեղ աշխատել ես ինչ որ client-ի հետ ու շատ լավ impression, շատ լավ experiences իրանց տվել, որ իրանք պատմել են էսի, որովհետև շատ փոքր է ու sense միանգամից կարա ստացվի։ Կամ again, կգա այդ նույն բանից, որ նայած մենք չգիտենք վաղ ինչա լինել, կամ ես չգիտեմ վաղ ինչա լինել, գնամ նայեմ փորձեմ։ Նույն ձևը ես տամ ավել, այստեղ ու շուգան փոքր է ու կարող միանգամից 2-3 տեղից դիմեն աշխատելու համար։ Դա քո կյանքի ստրատեգիան է, թե ինքն իրանով տենց է ստացվել։ Ինքը իրանով ստացվեց, I guess, difficulty-ներով, դժվարություններով։ I guess սկսեց երբ որ Ուզում ասեմ դու միշտ կյանքում, օրինակ մարդկանց հետ հարաբերություններում անձնական, ընկերական եւ այլն, այդ քո սկզբունքն է, ես իմ կողմից մի քիչ ավել պատրաստ եմ միշտ անել, թե աշխատանքում Ոնց աշխատանքի ընթացքում maybe գարի մեջ, չգիտեմ, բայց աշխատանքի վայրի մեջ սկսեց հայտնվել կարամ ասեմ, ես չգիտեի, չէի մտածել, ես գնում էի պարապելու rehearsal-ների բաների ու համասարան, friends, photo, sense
չի մտածում, այսինքն եթե այդ բանը գարի մեջ, բայց եւ այստեղ եկա, որտեղ իմ աշխատանքի աճը սկսեց Հայաստանում։ Ու ես այդ բոլոր եկա, say impossible չի կարա լինի, որ այստեղ ես experience վերցնեմ։ Այսինքն գիտեի, որ կարայի, բայց չէի տեսնում, որտեղ ամեն տեղ փակ էր։ No, շատ no էր։ Հետո սկսեցի որ նույն չի վախենալ ու սկսեցի հասկանալ ինչ պետք է անեմ, ինչ չէ ու ես այդ honesty-ն բահեցի, ես չէի ուզում խաբել, երբ որ դիմում էի մի տեղ, ես սկսեցի գրել honestly, ամեն ինչ անկեղծ, like ես essence եմ, ես եկել եմ ստեղ, ես գործ եմ փնտրում, ես տեսնում եմ որ ծեր թիմի հետ ու այս անկեղծ email մկա, որ ուղարկեցի, որ այդ թիմին 2 կամ 3 անգամ դիմել էի։ Առաջինը որ նոր Հայաստան եկա, 2020-ին իրանք նոր էին բացվել։ Ու ես շատ հավանեցի իրանց մարքեթինգի strategy-ին, որտեղ շատ տարբերվում է շուկայից, sense զգացի որ էսա թիմը, էսա company, իրանք գիտեն ինչ են անում ու ինչ ուզում են ստեղծեն։ So իրանց դիմեցի, չստացվեց որտեղ full-in, նոր launch են անում ու 20 թվականին երևի այդքան աշխատանք էլ չկար։ Չունեի, չէ։ Ամեն ինչ փակ էր, բիզնեսները չէին գործում։ Հա, բայց իրանք էլ այդ risk-ը արել են, որ այդ դժվար բաերին բացեն ու փորձեն մի ձև աշխատեն։ Որ կարանք անուն ասենք։ Հա, իրանց անունը Scorpio է։ Scorpio Creative։ Ես գիտեմ իրանց ու շատ եմ հավանում։ Իմ journey-ն իրանց հետ սկսեց, մինչև իմ սովորելը ու շատ grateful եմ, որտեվ իրանք ինձ chance տվեցին։ Ես երբ որ իրանց դիմեցի, ես փորձ չունեի շուկայում, ես music camera էի նկարում, ֆոտո բան այում, լավ ֆոտոներ բան գա, բայց մարքեթինգի աշխարհում ես փորձ չունեի։ Ասենք գնանք ինչ որ restaurant, իրանց reel նկարեմ, վիդեո նկարեմ։ Կոմերցիոն գովազդային այդ բաները չունեի։ Տեսել եմ, լսել եմ, բայց ես իմ տեխնիկա որ գնամ նկարեմ, դեռ չէի վստահում, ես ինչ որ ունեի, լույսեր չունեի, բան չունեի։ Մինչև հիմա աշխատում եք իրանց հետ։ Այո, աշխատում եմ հիմա իրանց հետ։ Ես freelance basis եմ հիմա աշխատում։ Շատ եմ իրանց հավանում եւ իրանց հիմնադիր աղջկան Հելենին շատ եմ հավանում եւ իրանց աշխատանքներն էլ։ Կարելի ասել, որ իրանք այն եզակիներից են մարքեթինգի ու content production-ի մեջ, որ իրոք տարբերվում են։ Ես իմ growth-ը սկսեցի իրանց հետ, որտեվ եկավ այդ անգերց email-ին, որ ես գրեցի ես նորից եմ դիմում, ես համել դիմելու, ես հաստիկ չեմ սպասում բացվի, որ նշեն որ գրեն, որ մենք հաստիկ ունենք բաց, դիմեք ֆոտո կամ բան։ Այդ դու ինձ խորհուրդ էիր տվել, երբ մենք աշխատանքից խոսում էինք, բայց ես չեմ սպասում, ես եթե ուզում եմ ինչ-որ թիմի հետ աշխատեմ, ես չեմ ուզում սպասեմ հաստիկ, ես ուզում եմ ամենաառաջինը, որ ներկայացնեմ, ես ինչ կանեմ, ոնց կանեմ ու ոնց իրանց թիմին եմ գտել եւ ինչ եմ մտածում, որովհետեւ պետք չի հաստիկ, որ մենք conversation ունենանք։ So ես ուզեցի conversation ունենանք, so գրեցի ես Գերին եմ, ես դիմել եմ ձեր մոտ, ես միշտ մենակ եմ նկարում, այսինքն գնում եմ համեր բան, ֆոտո, վիդեո աշխարհի մեջ եմ, ուզում եմ վիդեոյի աշխարհ մտնեմ, որովհետև ես վիդեո չեմ սիրում նկարեմ, բայց ուզում եմ, ու ես ձեր թիմում նորից եմ դիմում, որովհետև ես տեսնում եմ ձեր մոտ, ես կարամ future ունենամ։ Ու ես այդ ժամանակ COVID ունեի ու արդեն առողջանում էի այդ վերջին օրերը, այդ email-ը գրեցի ու մոռացա։ Շատ եմ ուզում ձեր հետ աշխատեմ, future-ում տեսնում, COVID-ը էլ արդեն լավանում այ դե։ Այդ չի գրել email-ին, բայց ես այդ ժամանակ COVID-ով էի ու այդ email-ը ասեցի լավ, մի հատ էլ դիմեմ։ Եղավ, չեղավ։ 3 անգամ դիմել ես այսինքն։ Այո, I think 3 անգամ կամ 2։ So գրեցի, ասեցի I hope, այսինքն մենք կարող ենք հանդիպենք։ Ու ես հիշում եմ հիվանդ զարթնել եմ, mail-ը բացել եմ, 3 շաբթի էր, I guess, 3 շաբթի օրներ հիշում եմ, mail-եր եկել իրանցից, ասենց բացել եմ, աչքերս բացվել է, COVID-ը փախավ գնաց։ Գարտում եմ mail-ը ու ասել են, որ meeting են ուզում դնեն իմ հետ։ Ու ես դուp շատ ուրախ էի, 2 տարի հետո Co-Dream team-ի հետ meeting ունենաս, որ ընդունվես աշխատանքի։ Ու գնացինք meeting-ը եղավ Baguette and Co-ի մեջ, այդտեղ team-ով գնացել են առավոտ breakfast անեն, ուզեք այս ինչ cool բան է, ասենց team-ով բան։ Meeting-ը ունեցանք ու ընդունվեցի աշխատանքին։ Ու freelance բայց։ Չէ, այդ ժամանակ full time էր, այդ ժամանակ full time, որտեղ հիմա արդեն ամեն ինչ սկսեց remote, hybrid բան լինել out of office, մենք հիմա շարունակում ենք այդ work relationship-ը, բայց fully freelance։ Բայց այդ ժամանակ office-ային ժամեր 10-ից 7 էի աշխատում
բայց ես մեկը գնում էի ժամը 8-ին առավոտ կոմպը բացում էի breakfast-ը անում այդտեղ գարթում էի վիդեոներ էի նայում որտեվ 2 տարի սպասել եմ որ աշխատեմ միտեղ Ես պատկերացնում եմ, հա, ու ստացել եմ պատրաստ ես ամբողջ ամեն ժամանակը։ ինչին պատրաստ եմ որտեվ գիտեմ որ այդ ճանապարհը պետքա գնամ ես պետքա սկսեմ արդեն Ֆինանսապես կայունություն ունեցար այդ քո առաջի այո համագործակցությունից։ այո ինձ օգնեց շատ ու բացի Որ ասցիր մամադ քեզ օգնում էր, իսկ հետո հենց սկսեցիր աշխատել, արդեն այդ Scorpio-ում աշխատելով քեզ ամբողջությամբ բազային գոնե ապահովեցիր ամենինչով։ այո ու ոչ միայն այդ financial-ը, բայց ավելի ես սկսեցի մարդկանց հետ ավելի խոսալ, դարձել կլիենտներ, կապեր երևի նոր կապեր, ռուսերենս լավ եղավ ավելի։ Դու ռուսերեն տեղից գիտես փաստորեն։ Ես ռուսերեն գիտեմ գարթալ եւ գրել, երբ որ դեռ Քուվեյթում էի, մենակ on-line-ով սովորել էի։ Ու լավ գարթում էի ռուսերեն, բայց չգիտեի ինչի համար պետք է լինի, բայց sense ռուսատեսով ով գարթում եմ, sense ընկերներս ես հասկանում եմ։ Մինչև Հայաստան եկա, այդ օգնեց, բայց հա, այդ միջավայրը, այդ community-ին, այդ բաները ինձ համար նոր էր։ Բայց ես տեսնում էի ու ամեն օր գնում էի ու ես grateful եմ, որովհետև ինձ այդ chance-ը տվեցին, որովհետև ես վիդեո չի անում ու ինձ ընդունեցին որպես իրանց video maker լինեմ ու ես վիդեո չեմ արել ոչ մի client-ի այդ տիպի այսինքն կարա Մալեզիա արել եմ մի երկու հատ բան բայց հիմա այս անգամ ուրիշ էր ու ինձ այդ chance-ը տվեցին ու because իրանք այդ chance-ը ինձ տվեցին ես շատ նվիրված էիր հա I guess նվիրված I'm grateful չէ մաքսիմալ ջանասեր որ քեզանից ամեն հասնողը որ անում ես հա այդպես իսկ ու շատ ինձ շատ մեծ push էր դա որովհետև եթե իրանք այդ չի վստահեն կամ այդ chance-ը չի տային ինձ բարձ չի թե մեկ էլ երբ ու ով փաստորեն այդ մեկնարկը քեզ կտար սա իմ աշխատանքի աճը սկսեց իրանցից ու այդ միշտ երբ որ ինչ-որ մեկի հետ խոսում եմ կամ պատմում եմ իրանց մասին ասում եմ որովհետև իրանք այդ կոմպանիներ որ ինձ այդ chance-ը տվեցին երբ որ ոչ մեկը չէր պատասխանում չէր գրում չէր հարցնում շատ ապրեն իրանք իսկ հիմա արդեն Հայաստանում ինչ խոշոր պրոյեկտներ ես ունեցել խոշոր project ինչ տեսարեսինքն ինչ-որ մեծ բրենդ շատ հայտնի կամ ինչ-որ մեծ բյուջեով մեծ production ինչ-որ տենց բան ունեցել ես արդեն հա ունեցել ենք մի քանի project եթե սխալ չեմ հիշում ամենաառաջինը Scorpio-ի հետ էր նորից այդ ժամանակ նկարում էինք մեծ campaign Hermosa brand-ի համար ու որոշել ենք որ նկարենք էդի Թիֆլիսում տարել ենք product-ները այդտեղ թիմով ավելի, so ես վիդեոներով էի զբաղվում, ֆոտոգրաֆեր կար ինքը այդտեղ ու մեծ production հավաքեցինք, որովհետև իրանք համ Թիֆլիսում էլ brand ունեն։ Մենք ուզում ենք ինչ-որ նոր բան փորձենք, ու դա իմ համար շատ նորություն էր, որ վաու, Հայաստանից գնում ենք ուրիշ երկիր նկարելու։ Այդ 2021-ին էր, ոնց որ կամ 20-ին, չէ, 21։ Հա։ 21-22 չեմ հիշում, բայց այդ օրերը ուրիշ մեծ project-ներ հա կան, այսինքն Cola Fest-ը նկարեցի երկու անգամ, նորից Scorpio-ի հետ, հա, որտեղ միասին էին, ու հա restaurant-ներ, դատպեր բիզնեսներ, ամեն անգամ ինչ-որ միտեղ եմ, հա։ Դու նկարում ես, որպեսզի ինքնարտահայտվես ավելի շատ, թե դա քո վաստակի միջոցն է։ Չի հասկացա։ Նայ դե ինքը բանա, ստեղծագործ, գործունեություն է, չէ՞, դու ստեղծագործում ես անընդհատ։ Ահա։ Դու տենց ինքնարտահայտվում ես։ Like hobby, այսինքն hobby եւ բան։ Ինքնարտահայտվել, անգլերեն չգիտեմ, այդ ոնց է, to express yourself։ Հա։ Or just to earn money։ Ես երկու բան բաժնել եմ երկուսի, որտեղ ես սկսել եմ ֆոտոն, որտեղ ես սիրում եմ։ Ես ընկերներով հետ Մալեզիայում համասարանում քայլում ենք դուրս, նկարում ենք, այդ ամեն ինչը fun project-ներ ենք անում ու երբ որ ես այդպես նկարեմ, ուրիշ է, երբ որ աշխատանքի նկարեմ, ուրիշ է։ Երբ որ music նկարեմ, ուրիշ է, որտեղ դատպեր աչքով ես տեսնում, դատպեր ձևով ես մտածում composition-ը, այդ ամեն ինչը ու ես բաժանում եմ, որպես երկու բան։ Արդեն հոբին սկսում է դառնալ աշխատանք, այդ ներքին հետ որ սիրտդ խփում է, այնքան հաճույքով ես անում, դա մի քիչ
մարումա չէ, թե չէ, պարտադիր չի։ Այսինքն հոբին այսինքն Նայ, դու իջնում է։ լուսանկարում ես, Ահա։ երբ որ դու լուսանկարում ես որպես հոբի, դա ուրիշ բան է։ Դու քո հավեսի համար ես անում, Այո, քեզ դուր է այո։ գալիս ամեն ինչ։ Երբ որ ինքը այլ հոբի չի, այլ աշխատանք, քո Ահա։ մոտեցումը փոխվում է։ Այո, փոխվում է։ Սկսում ես ավելի լուրջ նայել ու մի քիչ հաճույքը գնում է այդտեղ, երբ որ ինքը դառնում է աշխատանք, թե Նայած ինչ ես նկարում as well, like ես սկիզբը չէի սիրում նկարեի, ինչ էր ինձ difficult ամենաշատ։ product։ Չէ, product-ներ չէ, ավելի speech, ինչ որ մեկը խոսալու ընթացքում, որտեղ դժվար են խոսում, ու ես էլ փորձում եմ հասկանամ ինչ են ասում, ու սենց եթե ինչ որ մեկը պետք է խոսա բրենդի մասին, պետք է ինքը լավ ներկայացնի, եթե անվստահ է խոսում, եթե լարված է կամերայի դիմաց, բան ինքը այդ անձը չի, ու այդ սխալ չի, բայց շութերի ժամանակ լինում է, որ ուրիշ մեկը չի գա, ու մենք պետք է իրան նկարենք, ու լավ չէր ստացվում, ու այդտեղ հոգնում ես, կարող է շութը մի ժամ տևի, բայց դու շատ հոգնես, ու կարող է շութի լինել, որ 7 ժամ այդտեղ եմ նկարում ինչ որ cool production բան, ու չի հոգնեմ, գնամ դուն միանգամից մատերիալը նայեմ բան։ Կախված է ինչ ես նկարում, ինչ ես Իսկ եթե նկարում։ օրինակ փողի պահը հանենք, ենթադրենք դու փող ունես, ու դու չպիտի աշխատես փողի համար։ Հա։ Դու ինչ կնկարեիր կամ ինչ ոճում։ Music-ով անպայման music կշարունակի, համերգներ, classical, խոր, orchestra բաներ, մինչև rock, այդ ամեն ինչ, այսինքն music in general կուզեի նկարեի, ու դարբեր ունես նման կուլտուրաների client-ներ, ուրիշ է այդ կողմը, որտեվ client-ները ավելի restaurant, bar բան է, բայց կան գրուպեր խորեր, որ այսինքն նկարում եմ իրանց համար, բայց իրանց չեմ տեսնում որպես իրանք իմ client-ն են բան, գիտեմ որ գնում եմ իրար հետ խոսում ենք, music են լսելու, music-ի մասին խոսալու, ես sense enjoy եմ անելու ընթացքում, հա, այդպես եմ տեսնում։ Okay, եթե պատկերացնենք, ոնց փոքր աղբեր ինքը տենց մի 16 տարեկան է, ու ասում է գարի, ես լուսանկարիչ եմ դառնալու։ Հա։ Ու դու իրան ինչ ես ասում, ոյ օպրես, ինչ կասեիր, թե կասեիր աղբոր պես, գնա քեզ նորմալ գործ գտի, շատ դժվար է լինելու։ Չէ, որ ինքը ուրախությունը կա մեջ, ու ասում է գալ լուսանկարիչ չէ, ուրիշ բան լիներ, բայց որ ինքը այդ բանը գտել է, որ ինքը գիտի ինչ է ուզում, ես կասեի որ բատնի, ինչ ես ուզում, այս ոնց ես տեսնում, ու եթե ես այդ դեր իմ experience-ը կարամ փոխանցեմ իրան, որ ավելի հեշտ լինի իր ճանապարհը։ Չէ, ուզում ասեմ, նայ դու այդքան դժվար մասնագիտական ուղի ես ունեցել։ Սենց բան կա, չէ, օրինակ իմ մասնագիտականը էլի շատ դժվար է եղել, ու ես հաճախ ասում եմ, գնացեք ուրիշ բանով զբաղվեք։ Դժվար է լինելու, կամ դաժե անհնարին։ Դու չի համոզի հետ, որովհետև ինքը եթե ուրախ ասում է, ինչ ուզում անի, ասեմ հաստատ yes, okay, go for it։ Sense, ու գարայի փոխանցեի experience կամ այդ խորհուրդը կտա ես ինքն, որովհետև դժվար է, որովհետև շատ մարդիկ կան, maybe դեռ չգիտեն ինչ ուզում են անեն, ու լավը որ եթե մեկը գիտի ինչ է ուզում անի, ես էլ ինչի համար այդ իրանից վերցնեմ հանեմ, հա։ Պետք է փորձի։ Ես չեմ ուզում ինչ-որ համոզեմ մեկին, որ բան չանի, եթե ինքը դեռ չի փորձել, պետք է փորձի նայ, շարունակի, պատրաստ ես, որովհետև ինչ որ ընտրենք difficulty է լինելու մեջ։ Բայց մենք կարանք ասենք որ լավ, ես գիտեմ այս ճանապարհը difficult է լինելու, բայց compromise կա մեջը, որ ես կարամ այս տեղի դժվարություններին compromise անեմ, բայց այս տեղի difficulty-ներուն չեմ անում։ Sense, հա։ Հիմա մենք ունենք բլից հարցեր։ Okay. Բայց կարաս կարճ չպատասխանես, դու ուզում ես կարաս ծավալվես։ Okay. Քո top 3 պրետենզիաներ, պրետենզիան գիտես ինչ է։ Պրետենզիա չէ։ Որ դու կարաս մեղադրես։ Ինչ որ բանի համար պատասխան պահանջես։ Աստծուն 3 հատ։ Չհասկացա, ինչպես օրինակ maybe։ Որ դու մեղադրում ես իրան ու ասում ես ինչի համար է սենց։ Չեմ մտածել երբեք, չունեմ sense I guess չեմ տեսնում հիմա այդպես, բայց հասել եմ ինչ-որ մի դեր, որ ընդունում եմ ինչ-որ կա, ու ես grateful լինեմ ամեն դեպքում, որովհետև ես ստեղ եմ ու կարողանում եմ շարժեմ, քայլեմ, շնչեմ, ուտեմ, տեսնեմ, խոսամ, ու չեմ կարա նեգատիվ բան ունենամ ասելու, հա։ Ուղղակի։ Հա։ Ինչի էլ ֆեմինիզմը պետք չի 21-րդ դարում։ Ֆեմինիզմը 21 դարում ինչի համար պետք չի։ Ինչի համար պետք չի։ Ես personal view կարամ ասեմ, որ ես տեսեմ շատ Ամերիկայի կողմից content, Հայաստանի մասին շատ չեմ տեսել, չգիտեմ, բայց ես տեսնում եմ, որ
միշտ հերացնում է not just այսինքն relationship-ները միշտ difficult է լինելու եւ ոչ միայն feminism եւ տղամարդիկից հերու բան, բայց մինչեւ females իրանց մեջ են գրվում online comment section-ներում մեջ ու մենք այդ չենք ուզում։ Ես general overview ասեմ, որ մենք պետք չի իրար հետ conflict-ներ բաներ անենք, մենք հակառակը, մենք պետք է close լինենք, մենք պետք է լսենք իրար։ Մենք ասելով կանայք ու տղամարդիկ որպես մարդ we need to be close, we need to listen to each other, we need to speak, we need to understand. Որտեւ հիմա այդ բանն է եղել, որ եթե ես ինչ որ X մեկի հետ համաձայն չեմ, ես իր հետ գրվում եմ, համաձայն չեմ ու վատ բաներ են ասում, բայց այդպես պետք չի։ Ինքը interesting է, որ կարող ես դու ինչ որ մեկի հետ համաձայն չլինես, բայց դեռ այդ հարգանքը բահես, դեռ որպես person խոսած հետ լսես։ Իսկ եթե նայենք ideological մասը ֆեմինիզմի, դու համաձայն ես, որ դա այլևս պետք չի, որ կանանց բոլոր իրավունքների խնդիրները լուծված են, թե այդուամենայնիվ դեռ ֆեմինիզմը անելիք ունի աշխարհում։ Չի հասկացա, in what sense, այսինքն։ Նայ, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Մարդկանց մի մասը կարծում է, որ ֆեմինիզմը հասել է իր նպատակին ու կանայք արդեն հավասար են իրավունքներով տղամարդկանց հետ։ Մի մասն էլ ասում է, որ չէ, դեռ ֆեմինիզմը անելիք ունի։ Եթե ֆեմինիզմը հիմա դադարի իր շարժումը, կանայք լիքը բանից հետ կմնան, որովհետև այլ առաջընթաց չի լինի։ Դու ո՞նց ես կարծում, արդեն այլ պետք չի, կանայք արդեն հավասար են տղամարդկանց հետ, թե դեռ ամեն դեպքում պետք է։ Ես կասեմ նայած I guess geographically, որտեղ կա մի տեղ լավ լինի, մի տեղ չէ, բայց in general overview պետք է մենք որպես people respect անենք իրար ամեն ինչով ու համ man համ woman այո equal են, բայց ամեն մեկի իր բանը ունի, չէ, different գենդերից ելնելով առանձնահատկությունները։ Մենք պետք է այդ չի օգտագործենք որպես fight կամ որպես իրար դեմ, պետք է understanding-ով լինի այդ ամեն ինչ, այսինքն իրար լսենք, իրար պանչանենք, որ դու sense, սա պետք է open լինենք ու որ լուծի, որովհետև հիմա whatever I see, տեսնում եմ, որ conflict-ով է փորձում, մինչև even woman versus woman է լինում, ու մեկը բան ասում իսը բան, ու ինչ-որ մեծ conflict է լինում, headliner-ներ են, user բաներ են ստացվում, հա։ I guess սկսում է respect-ից եւ իրար լսելուց, ամեն ինչը։ Ամենաանարդար բանը, որ քո հետ պատահել է։ Մի պատմություն կա, ինձ համալսարանից ասել են, որ իմ դասերը չեմ կարող շարունակեմ ու պետք է երկրից դուրս գամ։ Էլի կոմոդ աերոպորտներ երկրից Ես կարող եմ podcast-ի թեմա լինի, հա, այսինքն բայց գարջ բայեմ ես աշխատում եմ իմ համալսարանի մեջ ու Հայաստանի ambassador-ն եմ, student ambassador մեր համալսարանի մեջ։ Ու բայց Հայաստանից community չկար, մենակ ես էի, բայց ես անում էի իրանց համերգները, բաները ամեն նկարում էի ու եթե ինչ-որ meeting բան լինի, ես համալսարանի հետ աշխատում էի։ Ու ես չէի ուզում film and TV սովորեի, ուզում էի փոխեի հենց photography faculty-ը։ Ու ասեցին, հա, մենք քեզ scholarship կտանք, բան sense այդ ամեն ինչը, ու չի ստացվեց, ու կորան, ու բան չարեցին, չհետևեցին։ Ու ես իմ վիզաս student վիզան չի կարողացա նորոգեմ ու ոչ մի բան չի կարողացա անեմ ու բարձվեց որ ես 2.5 տարի սովորելուց հետո պետք է ամեն ինչ stop տայի ու երկրից դուրս գայի որովհետև չէի կարող շարունակել, ասենց մեծ թեմա եղավ։ Ուժս։ Բայց այդ difficulty-ներում մեջ տեսա ով իմ մոդեր շատ student-ներ եկան, իմ կողք հավաքվեցին, խոսացին, օգնեցին, որ ես կարողանամ այդ ամեն ինչը լուծեմ ու այդ ամեն ինչը եղավ ու մնացի ու ավարտեցինք։ Ինչ հատկանիշներ են քեզ պետք, որ դու քո մեջ ուժեղացնես կամ ձեռք բերես, որպեսզի դու դառնաս man of your dreams։ Man of my dreams։ Ինչ է skiller։ Skiller հատկություններ։ Հատկություն, examples դաս որ What is I don't know, like being more smart, being more rich, I don't know, anything. I guess I would say չմոռանամ discipline-ի մասին։ Ես ուրեմն շատ շուտ այդ discipline ունենամ ու շատ շուտ էլ կարող գնա, sometimes մնում է երկար, sometimes չէ ու
հասկացել եմ ինչից է դա ու ես այսինքն այն քայլերը ուզում եմ համապատասխան լինի այդ դիսցիպլինայի հետ եւ of course ինչ որ ես կարդում եմ այսինքն Bible-ի մեջ էլ շատ lesson-ներ կա, շատ story-ներ կա, այդ ամեն ինչը կա, որ ես տեսնում եմ ու գիտեմ որ այդ քայլերը ճիշտ են կամ ուզում եմ apply անեմ իմ կյանքի մեջ even though difficult լինի այսինքն մենք գիտենք որ difficult բաները որ լինի գիտենք որ also ճիշտ դժվար է դու գիտակցելով որ դա կարևոր է դիսցիպլինայով դա շարունակես անես հա ու եթե դժվարություն լինի difficulty-ներ լինի ես ուրախ լինեմ դրա մեջ որովհետև ես chance ունեմ որ այս դժվարությունները անցնեմ որովհետև գիտեմ ուր է հասնելու հետո ինձ վերջին հարցը ինչումն է ուժը ինչը ուժը հա սերնա ճշմարիտ լինելը անկեղծություն ինչն է ամենակարևոր ուժը մարդու կարևոր ուժը մարդու միգուցե գիտելիքը միգուցե Աստված ինչի վրա ես դու հենվում քո կյանքում ասեն հա ինչի վրա եմ ուժը տեսնում հիմա հա որ դժվար օրինակորեն դու հենվում ես դրա վրա ու դա քեզ ուժ է տալիս հա Աստծո խոսքը number 1 yeah ես այս շատ մեծ topic է բայց հիմա գամ կարճացեմ ես շատ հերոյ էի Աստծո ու չեմ մեծացել այդ church-ի մեջ ասեն հիշում եմ որ աղոթում ենք երբ որ փոքր էի պատմություններ էի լսել բայց իմ experience-ը սկսեց երբ որ սկսեց 2 կամ 3 տարի առաջ երբ որ ընկերոջս պատմում էր story-ներ բաներ ու ես սկսեցի լսել ու կարդալ ու տեսա ինչ տեսակ բաներ կա որ մենք կարանք apply անենք որ հա ճիշտ է ես ինչի համար sense reaction-ներ եմ տալիս որովհետև ինչ որ գրված է այստեղ եթե ես այդ նույն քայլերը անեմ կամ նույն ձևով մտածեմ ես չեմ անցնի այդ anxiety-ով այդ difficulty-ով ես ուրիշ personal plan transformation-ը so այո դժվար է որովհետև շատ հեշտ է որ գարտալ ու ասել ամենում որ ես գիտեմ ես տեսնում եմ ես անում եմ բան բայց հետո սկսում է challenge-ը որ դու ասենք հիմա podcast-ի մեջ ես կամ ասեմ հետևում եմ լսում եմ անում եմ Աստծո խոսքը բան sense շատ լավ պատմեմ ու համոզեմ ամեն ինչ հետո իմ անձնական կյանքում podcast-ից դուրս մարդիկ տեսնեն ինչ որ ես ասում եմ համապատասխան չի այդ է real challenge-ը որ ոչ թե միան խոսած բայց կամ ոչ թե միան գարտած բայց քո կյանքում մեջ էլ այնպեսին նույնիսկ քեզ չեն նայում դու իրականում այդպեսին լինես ոնց դու այդ քո դիսցիպլինան որ ասցիր որ պետք է դիսցիպլինայով անել ինչ որ պետք է անել ոչ թե հիմա ասեմ հա դա դիսցիպլին բան հետո podcast-ից դուրս գնում եմ ես գիտեմ որ պետք է այս sense անամ ու ես չեմ անում առանց դիսցիպլինով հետո մարդիկ տեսնեն որ այս ինչ որ մի բան է խոսում հետո այստեղ չէ կամ ինչ որ այդ company-ները որ meeting-ներ են ունենում որ խոսում են պետք է CEO-ն համեստ լինի ես համեստ եմ ես բան հետո կարաս գրես դու այդ CEO-ին ասես դու sense բան է համեստ բան ու ինքը լրիվ հակառակ խոսածին բանը լինի հակառակ կերպարա դուրս գա այո so պետք է միշտ այդ խոսքը համապատասխան լինի քայլի հետ եւ ոչ թե որ պետք է բարտադիր բայց դու պետք է այդ ուղղությամբ միշտ փորձես because հեշտ չի difficult է